Ողջույն ձեզ։ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ուզում եմ ճշտեմ, կա թե ոչ, որովհետև այս վերջի տարիներին նա դարձել է ոնց որ իշխանության պաշտպանության գրասենյակ։ Բոլոր հարցերով, բոլոր իրավունքներով, որ մարդիկ դիմում են, ավելի շատ մարդկանց վնաս է հասցնում, քան իրավունքներն է պաշտպանում։ Մեր մոտ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իմ հիշողությունը, եթե ինչի դավաճանում, 18 թվականի, 18 չէ, 17 թվականի վերջերը, մեկ էլ 18 թվականի կեսերում աշխատել որպես մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, մենք ունեցանք 20 թվականին արաբիրք, պատերազմ Արցախում։ Միաժամանակ, եթե ունենայինք նորմալ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ կամ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ղեկավար անձնակազմով, մենք նմանատիպ փաստերի չէինք հանդիպի, որ մեր զինվորները մորգերում անհայտ լցած կլինեին պարկերի մեջ, չգիտեմ, այդ անհայտ կորածների խնդիրները մինչև այսօր այդ մարդկանց իրավունքները ոտնահարված ծնողների, տեղեկություններ չկան, զոհվածի ծնողների իրավունքները բոլորը խախտված։ Այսինքն խոսում եմ այն խավերի մասին, խոցելի խավերի մասին, որոնք ունեն ուշադրության կարիք։ Ես չեմ ասում հասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այդ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բացարձակապես բանի տեղ չի դնում։ Չկա Հայաստանում նման կառույց, կա անունը, որը որ օգտագործում են պետական լծակները իրենց իրավունքները պաշտպանելու համար, բայց հակառակը պետք է լինի։ Ոնց աշխատում է կառավարությունը, հենց աշխատում են իրանց մարմինները ստեղծած։ Ուրիշ երկրներում նայում ես մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, մարդու իրավունքի պաշտպանի կատարած գործողությունները, հաճույքից, չգիտես էլի, մարդկանց վերաբերվում են նորմալ, իրանց իրավունքները, իրանց այդ, չգիտեմ, ամենաչնչին խնդիրները բարձրացնում եւ լուծում են ստանում։ Հայաստանի Հանրապետությունում զրո վիճակ։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան։ Շնորհակալ։ Դուք շատ ճիշտ ընդգծեցիք, բարձրացրեք մի շարք կարևոր հարցեր, որոնց առայսօր առնչվում են թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ թե Արցախից տարհանվածները։ Իդեպ, եթե լիներ ձեր ընդգծումով նաեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ապա Արցախի Հանրապետության, այսպես ասած, հավասարեցված փախստականներին Արցախի Հանրապետության բնակիչները այսօր այս փաստի առաջ չէին կանգնի։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը միանշանակ չի ճանաչում նրանց որպես արտաքին տեղահանված, այսինքն չի տալիս միջազգայինորեն ճանաչված կարգավիճակ, ոչ էլ ճանաչում է որպես ներքին տարհանված, որովհետև Հայաստանի Հանրապետությունը պարտավոր կլինի լուծելու մի շարք հիմնախնդիրներ, որոնցից ինքը բացահայտ կերպով խուսափում է եւ ոտնահարում արցախցիների իրավունքները, ըստ այդմ նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ ողջ բնակչության իրավունքները։